Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Պարոն Գրիգորյան, հերթական դեպքն է տեղի ունեցել ավտոբուսում, դանակահարության ինչպես կգնահատեք։ Իրականում ամեն դեպքում իհարկե շատ վատ դեպք է տեղի ունեցել, բայց դանակահարություն մի քիչ շատ ագնացող է հնչում, փառք Աստծո, վարորդի հետ ամեն ինչ նորմալ է, արդեն տանն է, այսինքն տենց ինչ-որ տևական բժշկական հսկողության տակ գտնվելու անհրաժեշտություն չի եղել, ինչը իրականում չի չեղարկում են փաստը, որ շատ եւ զարհուրելի շատ անընդունելի դեպք է, որից մեկնաբանություն ավելի չունեմ, իրավապահները պետք է գործեն, իսկ կոնկրետ քաղաքական գնահատականները դրա հետ կապված նիստի ժամանակ ելույթով պատրաստվում եմ հնչեցնեմ, եթե այդ մասով ինչ-որ ավելի հետաքրքիր է, մանրամասնիկ հարցը պատասխանեմ։ Դատապարտում եք։ Բնականաբար։ Պարոն Գրիգորյան, տեսեք, վերջին շրջանում, երբ Ավինյանը հայտարարեց, որ վարորդները պետք է անմիջական մասնակցություն ունենան ուղևորցի հավաքագրման տեսանկյունից, նման դեպքերը, տրանսպորտում վիճաբանության դեպքերը շատացել են, օրինակ վերջերս 74 համարի ավտոբուսում է դեպքը տեղի ունեցել, այնինչ հետո էր եղել, որ մի քանի ուղևորով գնացել, ավտոբուսը կանգնեցրել, իջեցրել էին վարորդին, դա ճիշտ է, այդ ուղևորցը չվճարելու հետ կապված չէր, բայց դրան նախորդած արդեն ավտոբուսի դեպքը դրա հետևանքով է։ Ինչ եք կարծում, արդյոք կրքերը չեն բորբոքվել Ավինյանի այս հայտարարությունից հետո։ Ես մի բան ասեմ, իրականում ոչ որպես այդպեսին չեմ համարում, որովհետև դուք օրինակ ես ուզեցի այսօր ավտոբուս ՓԲ-ից ուղարկեցին, հիշում էի, բայց ասի ամեն դեպքում ճշտեմ։ Մենք մեր մտքումը ապրիլ ամիսն է, հունվարից սկսած, 25 թվականը չեմ ասել հանեն, հունվարից սկսած տենց ամիս չի եղել, որ մենք ծեծ կրտուքի միջադեպ եւ մասնավորապես վարորդին ծեծի ենթարկելու դեպք չունենանք։ Բայց ժամանակ ինչից էր, այդ ժամանակ էլ քաղաքապետը չէր հայտարարել, որ պետք է ուղևորցի հավաքագրմանը վարորդները մասնակցեն, շատ տրամաբանական է ու բազմիցս ենք ասել, որ աշխարհի շատ քաղաքներում այդ նույն պրակտիկան գոյություն ունի, հակափաստարկ չի հնչում, ուղղակի ասում է դե մեր մոտ այդպես պետքա չլինի։ Դե մեր մոտ այդպես չէր, եթե մենք հավաքագրման հետ խնդիր չունենայինք, այդպես չէր լինի, այսինքն սա ըստ էության ոչ թե անգամ պրևենտիվ քայլ է, այլ փաստացի արձագանքն է քաղաքային իշխանության նրան, որ աննորմալ թվերի էր հասել չվճարումները հանրային տրանսպորտում եւ այդ դրա ֆոնին ոչ մեկ չէր ասել, դե գիտեք, քանի որ ժողովուրդը չի վճարում, նորմալ է, որ մեր հանրային տրանսպորտը գնալով չի բարելավում, չէ, պարտականությունը մնում էր, բայց այն ներհոսքը գումարային, որը տրամաբանորեն պետք է լիներ, չէր ապահովում եւ հիմա քաղաքը բնականաբար գործողություններ է կատարում, որպեսզի այդ ներհոսքը ապահովի, այդ ներհոսքը արդեն ապահովում է, բայց էլի եմ ասում, այն մարդիկ, ովքեր հիմա խոսում են, սենց ասում են, վայ, բռնություն վարորդի նկատմամբ, ես իհարկե գնահատում եմ շատ, որ այնուամենայնիվ դատապարտող ելույթներ հնչեցին հավաքանուն դիմադիր գործընկերներից, բայց այդ նույն կարող է մի դեպք ավելի, երկու դեպք պակաս, բայց այդ երևույթը անընդհատ կա մեր հանրային տրանսպորտում, բայց այդքան սրտացավությունը վարորդների նկատմամբ ուր էր մինչև էս։ Հիմա ուզում եք ես հավատամ, որ դա բացառապես սրտացավություն է վարորդների նկատմամբ, կներեք չեմ հավատում, սրտացավությունն է, որովհետև այդ սրտացավությունը համեմված է քաղաքական շահով եւ էլի քաղաքական դիվիդենդներ հավաքելու ցանկությամբ, ինչը ընդհանրապես պատիվ չի բերում մարդկանց, որ դրա վրա փորձում դիվիդենդ հավաքել։ Բայց ինչից են այդ վեճերը լինում, չէ՞, տեսախցիկներ։ Արփի ջան, ներողություն եմ խնդրում։ Եկեք բանը, ես հիմա բառացի թարգմանեմ, չգիտեմ այդպես է թե չէ, բայց հիվանդ գլխից առողջի վրա չտեղափոխենք, էլի։ Երբ որ օրինական պահանջ է հնչում, որ պետքա վարորդի պետքա ուղևորը ներողություն եմ խնդրում, ուղևորցը վճարի եւ դրանի պատասխան մարդը բռնությամբ է պատասխանում, այդտեղ միանշանակ ով է մեղավոր։ Կներեք, ես շատ կարող է գրեհիկ օրինակ է, բայց ես ինձ հիշացնում է այն, ասենք, խավարամիտ եւ լրիվ անհիմն մտքերը, որ էլի եմ ասում, շատ ներողություն եմ խնդրում այս օրինակի համար, բայց որ ասենք կանայք ենթարկվում են բռնության ու մի հատ էլ ասում են դե կինն էր մեղավոր, ինչեր ուժ ժամի դուրս եկել տանից, էլի հազար ներողություն, երբ որ կա ակնհայտ օրինազանցը, ակնհայտ է ով է օրինազանց եւ պետք չի այդտեղ արհեստական երանգներ փնտրել կամ ներմուծել։ Չի կա, անգամ եթե վարորդը իրավունք չունի կամ չգիտեմ, որը ունի 100 անգամ բացատրեցինք արդեն, բայց անգամ եթե վարորդը իրան կոպիտ եւ այլն ինչ որ ասում է իջեք կամ ես չեմ վարում եւ այլն եւ անգամ եթե դրերը հետ համաձայն չի նշանակում պետքա մարդուն դանակով խփես։
Ու այդտեղ էլի եմ ասում, այդ բոլոր այդ բայցերը խնդրում եմ մի արեք, որտեվ կա դեպքեր պայմանագրում վարորդների կա նման կետ։ Այո, ինչպես ասեցի, այո, եւ քաղաքապետն էլ հայտարարեց ձևակերպվածը, որ կարող են եւ պետք է ուղևորներին հիշեցնեն վճարը կատարելու անհրաժեշտության մասին եւ եթե վճարումը չի իրականացվում, իսկ թվում է շատ տրամաբանական է ոչ միայն հանրային տրանսպորտում, այլ առասարակ ծառայությունների մատուցման ոլորտում, որ եթե անձը չի վճարում ծառայության վճարը, այդ դեպքում ծառայությունը կարող է չմատուցվել։ Չեմ ասում, որ մեր դեպքում դա տեղական турք կամ վճարասահմանված հիմա կոնկրետ չեմ հիշում, որը ըստ օրենքի պետք է նախապես վճարվի մինչև ծառայությունից օգտվել։ Այսինքն այնտեղ իրավական այնտեղ որտեղ որ ասում են սև կատու մի փնտրեք մութ սենյակում։ Իրոք էս դեպքն է, էլի միանշանակ պետք է դատապարտվի բռնությունը եւ վերջակետ առանց բայցերի, առանց ասելու ներողություն եմ խնդրում, գիտեք ինչ տպավորություն է, մի հատ բան ասեմ, էլի էս, չէ, ես ձեր ես ասում եմ կարա կանգնացնի ասի, չէ՞, որտեղ եթե ծառայության համար չի վճարում, ծառայությունը կարող է չմատուցի։ Դուք որ գնաք սրճարան եւ դեմից ասեք ես ձեզ չեմ վճարելու, ինչ պատվերել տակ, հաստատ ձեզ չեն, ես ասում եմ եթե վստահ եմ որ վճարում եք, վստահ եմ նաեւ որ տրանսպորտում եք վճարում։ Բայց մի հատ ուրիշ բան ասեմ, էլի, այդ ընդդիմադիր գործընկերները որ ասում են դե դուք եք մեղավոր կամ ձեր կայացած որ ներողություն եմ խնդրում, իրենք այսքան ընդդիմադիր ելույթներ են ունենում։ Հիմա ամենևին չեմ ցանկանում եւ համարում եմ որ շատ անթույլատրելի է։ Հիմա որ ինքը դուրս գան փողոցում մեկը իրենց բռնության ենթարկի իրենց քաղաքական հայացքների համար։ Ու ես կանգնեմ ասեմ դե հա իհարկե բռնությունը դատապարտելի է, բայց դուք էլ այդպես ընդդիմադիր ելույթներ մի ունեցեք։ Նորմալ կլինի։ Չէ, հետեւաբար պետք չի, եթե բռնություն ա եղել, եկեք ասեք բռնություն ա եղել, անընդունելի է վերջակետ։ Պարոն Նիկոլյան, հաճախ նաև սարքերի հետ կապված խնդիրներ են առաջանում։ Ով ասի, դուք օգտվում եք հանրային տրանսպորտից եւ շատ հաճախ ձեր մոտ խնդիրներ է առաջանում։ Իսկապես։ Այսինքն ես տրանսպորտի մեջ եմ շատ մարդիկ չեն կարող։ Չէ, ներողություն, շատ մարդկանց չէ, ձեր դեպքում խնդիր է առաջանում։ Շատ բարի, ես ձեզ խնդրում եմ մերես հարցազրույց շատ բարի, բանկային քարտի տարբերակով։ Բոլոր վալիդատորները անխտիր։ Հաճախ նաև Երկուսն էլ իրար է, շատ բարի, ես խնդրում եմ այս մեր հարցազրույցից հետո, եթե այդ գրիչը ձեզ մոտակամ 16 թիվը հիշում եք, մի հատ իրար հետ ուսումնասիրենք, հասկանանք ինչու՞ա պատճառը, որտեղ ես ոչինչ չեմ պնդում, բայց երբ որ կար խնդիրներ համակարգային եւ ծավալուն, մենք դրա մասին հայտարարում ենք եւ երբեք չենք ասում, որ դրանք չկան։ Այսօր արդեն օրական 500,000-ից ավել գործարք է տեղի ունենում այդ համակարգով։ Երբ որ համակարգը 500,000-ից ավել գործարք է սպասարկում, այդ արդեն նշանակում է, որ համակարգային լայնածավալ խնդիրներ համակարգում չկան։ Իհարկե, եթե միտքը ինչ որ պետք է 1 միլիոն լիներ, բայց ակնհայտ է որ մենք այդքան ուղևորահոսք չունենք։ Կոնկրետ ձեր առանձին դեպքը եկեք ուսումնասիրենք, որտեղ հաճախ լինում է այլ խնդիրներով պայմանավորված, ես ոչինչ չեմ պնդում։ Եվ ասում եմ, որ համակարգը ունի խնդիր։ Մենք ձեր դեպքը ուսումնասիրենք, հետո ես կամ դուք հրապարակային կասենք ինչու մեր բանը։ Քաղաքացի արձանագրեց, որ մի քանի անգամ փորձելուց հետո հենց մի քանի, այսինքն մերժեց, բայց մի քանի անգամ էլ գումարը տարավ։ Այդ դեպքերը, որ հայտարարվել է, որ մի քանի անգամ գումարը տարվել եւ այլն, չկա այդպես դեպք, որի մասին ներկայացնեմ, ես անձամբ այդ դեպքը ուսումնասիրել եմ արդեն երևի 50-ից ավել նման ահազանգ, ոչ մի դեպքում դա չի հաստատվել։ Ուղղակի ոչ մի դեպքում։ Ես կարամ ասեմ, որ դեպքում է դա լինում։ Ուրեմն, քանի որ մեր համակարգը գանձումը իրականացնում է ոչ թե հենց այդ պահին, այլ ավելի ուշ բանկային քարտից։ Օրինակ, եթե բանկային քարտի վրա չի լինում գումար կամ ինչ-ինչ պատճառներով համակարգը օրինակ հասանելի չի լինում, մեր առկա համակարգն էլ է խնդիրներ ունենում, ոչ շատ հաճախ, բայց պատահում է։ Եվ անձը օրինակ այդ ժամանակ պահում է վալիդատորի վրա եւ քանի որ այդ պահին գանձումը չի իրականացվում, բացվում է, ասենք եկեք մետրոյի օրինակով ասեմ, որ բացնի տուրնիկետը բացում է, այդ մարդը իր ուղևորությունը իրականացնում է։ Իր մոտ ձևավորվում է պարտք։ Ինքը այդ ժամանակ չի մտնում ստուգում, գանձեց թե չգանձեց, այսինքն օգտվել է նորմալ է, գիտի թե գանձել է։ Երբ որ երեկոյան նորից գալիս է օգտվելու, ինքը արդեն պարտքի ցուցակում է, որ ունի չկատարված պարտավորություն։ Այդ ժամանակ երբ որ պահում է վալիդատորի վրա, վալիդատորը բնականաբար մերժում է, բայց որ տեսնում է քարտ ունեցող, պարտք ունեցող քարտը իրեն դիմում է, այդ ժամանակ գանձման փորձ է իրականացնում եւ այդ ժամանակ այն առավոտվա գանձումը իրականացում է, մարդու մոտ տպավորություն որ վալիդատորը մերժեց, բայց գանձումը իրականացեց, դա առավոտվա գանձումն է, դա այդ պահի գանձումը չի։ Ու դրանից հետո որ նորից են փորձում, արդեն քարտը դուրս է եկածած լինում պարտքերի ցանկից եւ օգտվել ստացվում է։ Բոլոր դեպքերը բացառություն իրոք հիմա չեմ հիշում, իսկ կարծում եմ չի եղել։ Բոլոր դեպքերը երբ որ հայտարարվել է որ տենց խնդիր կա, պարզվել է այդ իրավիճակն է։ Կարամ եւս մի իրավիճակ նկարագրեմ, երբ որ քաղաքացիներին թվում է թե ավել գումար է գանձում։
տրանսպորտից օգտվելու օրը ու գանձումը կարա իրականացվի mobile banking-ով մի քանի օր հետո եւ դա մենակ տրանսպորտի գործակներին չի վերաբերվում, բոլոր գործակներին է վերաբերվում։ Դուք բացեք ձեր գործակների պատմությունը, տեսեք, գանձման օրը միշտ համընկնում է այդ վճարման օրվա հետ, թե չէ, վստահեցնում եմ, որ 2-3 օրվա տարբերություն է լինում, երբեմն լինում է գիշերվա ժամին է։ Մարդը ասում է, այս ժամին տրանսպորտից չեմ օգտվել։ Այդ ժամանակ մենք ուրիշ վարժություն ենք անում, ասում ենք շատ բարի, օրինակ ապրիլի 1-ից ապրիլի 10-ը։ Քանի անգամ եք օգտվել, ասենք 10 անգամ։ 10 հաշվում ենք, տեսնում ենք այդ օրերի համար 10-ից ավել գանձում երբևէ արվել է, թե չէ, չի եղել նման դեպք ուղղակի։ Մենք մի անգամ ենք ինչ որ համակարգային խնդիր ունեցել, որի դեպքում այն ամենասկզբում, ասենք, եթե չեմ սխալվում, հետեւյալն էր, որ 100-ից 150 էինք անցնում, որոշների մոտ դեռ 100-ով պետքա գանձվել, 150-ով էր գանձվել, դեռ համակարգային հետ փոխհատուցում է իրականացվում։ Իսկ ընդհանուր առմամբ գնահատելու լինեք այս համակարգը, ստացվեց այնինչ ի սկզբանե նկատառում։ Ես կարծում եմ, որ միանշանակ է, որ եթե մենք հիմա հիշում ենք, մենք միշտ խոսում ենք առկա խնդիրներից, այն ինչ որ անցել է, այն ինչ որ լուծվել է, այդ թվում ես։ Դեռ շատ չեմ վերաիմաստավորում կամ նաև միշտ առաջիկան լուծվելիք խնդիրներն եմ քննարկում։ Բայց եկեք մտնայինք էլի մինչև այս համակարգը ինչ էր։ Ստվերային շրջանառությունն ենք, վարորդները այդ գումարային հոսքերի մեջ ներգրաված են ինչի մասին իրանք են խոստովանում, այսինքն անգամ պետք չի որ ինչ որ ես ապացույցներ բերեմ։ Հիմա մենք այսօր ունենք ամբողջությամբ թվային համակարգ, ունենք ինչ որ խնդիրներ, որոնք ավել բարելավումների կարիք ունի, երևի ունենք, բայց ընդհանուր առմամբ հիմա այսօր ես կարծում եմ, որ համակարգը լրիվ իր ֆունկցիան կատարում է, եթե լինում են խափանումները լինում են այն թույլատրելի տոկոսի շրջանակներում, որ մեծ համակարգը չի կարա չունենա որևէ խափանում։ Ներողություն եմ խնդրում, բանկային մեր համակարգը, որ ամենահուսալի, ամենավստահելի ինստիտուտներից է մեր երկրում, ասենք քանի տարի արդեն բանկոմատներ, ասենք տասնամյակներ արդեն դրված են, էլի օրեր է լինում, ինչ որ խնդիր է առաջանում։ Այդ մասշտաբների մեջ չի կարա չառաջանալ, դա առաջանում է ամենտեղ։ Ես մի անգամ օրինակ էի բերել, Մադրիդ էի գնացել, որտեղ գնում եմ տեղի համակարգին, փորձում եմ ծանոթանամ, անգամ տենց քարտ վերցնեմ, ունենամ, ասենք գնացի, որ քարտը հանեմ, այդպես ասենք կներեք, համակարգը չի աշխատում, մի ժամից եկեք։ Ասում եմ, ինչ անեմ, ու եթեր մտնեմ, ասեմ, տեսեք Ժողովուրդ ջան, մենակ մեր մոտ չի, բայց իրոք դա նորմալ է, էլի պետք չի դրան ինչ-որ արտարոց կերպ։ NFC-ով դուք երևի նկատի ունեք Google Pay, Apple Pay, որտեղ անհպում վճարումը ֆիզիկական բանկային քարտով նույնպես NFC-ով վճարում է։ Ես դրա մասին վերջերս խոսել եմ Civilnet-ում հարցազրույցի ընթացքում, որոշակի ֆինանսական չեք հրավիրել։ Վերջերս չեք հրավիրել, Արփի ջան, եղել է անցած տարի հրավիրել եք, չեմ եկել։ Սիրով կգամ։ Ուրեմն հարցը հետևյալն է, որ մեր մոտ հիմա այնպես է ստացվել, որ 76%-ը ուղևորափոխադրումների իրականացվում է մեկ անգամյա վճարման միջոցով եւ ի սկզբանե համակարգը այնպես էր նախագծվել, որ ավելի շատ երկարաժամկետ աբոնեմենտներից պետք է օգտվեն եւ այս չափի գործակներ մեկ անգամյա չէր ենթադրվում եւ դրա տոկոսը ներողություն եմ խնդրում դրա տոկոսադրույքը կոնկրետ Apple Pay եւ Google Pay-ի ֆինանսական առումով այս պահին անհամատեղելի է գործող համակարգի հետ երբ որ կունենանք իրավիճակ որ մեկ ուղևորության արժեքը միգուցե կվերանայվի կամ այլ ուղևորություններ, այսինքն երկարաժամկետ աբոնեմենտների գինը կվերանայվի եւ մենք կգանք այն իրավիճակին, որ այդ գործարքները փոքր քանակը կազմեն, այդ ժամանակ Երևանի քաղաքապետարանը միանշանակ արդար կհամարի, որ այդ համակարգն էլ գործարկվի, բայց եկեք մի բան էլի ֆիքսենք, ֆիզիկական բանկային քարտով վճարումը հնարավոր է, տրանսպորտային քարտով վճարումը հնարավոր է եւ բջջային հավելվածով, որ իմ կարծիքով ամենահարմար տարբերակն է, ճիշտ ասած, որ ոչ մի կրիչ պետք չի մոտդ ունենաս հեռախոսիդ մեջ ամիշտ, դա էլ հնարավոր է, այսինքն այսօր որ ինչ որ մեկ ասի, ես ուզում եմ վճարել, բայց հարմար տարբերակ չկա, դա անարդարացի կլինի։ Իսկ նախագիծը որ քննարկվում է Ամիրյան փողոցյան, Վանա փողոցյան, ԿՊ-ն ինչպես է քվեարկելու։ Նոր չտեսակ քվեարկություն տեղի չունեցավ ըստ էության կվորումի բացակայության պատճառով, բայց ես կարծում եմ, որ այս դահլիճում բազմաթիվ մարդիկ կան, ովքեր այդ քվեարկելու իրավունքը ունեն։ Լավ կլինի իրենցից հարցնեք, ոչ թե ինձնից, որը քվեարկելու իրավունք չունի եւ ավականո անդամ չի։ Բայց ես դիրքորոշումը դրական է իրականում նախագծի վերաբերյալ իմը, բայց ելի եմ ասում, ես քվեարկելու իրավունք չունեմ, բայց դիրքորոշումը դրական է։
Պարոն Գրիգորյան, կապված քաղաքացու օրվա հետ նշվելու է շաբաթ օրը, համայնքային բյուջեից ինչ-որ ֆինանսավորումներ Այդ եղել են։ գործընթացը շատ լավ է որ նշվել է, կարծում եմ գնալով ավելի ու ավելի մեծ մասշտաբով այդ տոնը պետք է նշվի եւ կարեւորվի, բայց կոնկրետ քանի որ այդ միջոցառման կազմակերպչական աշխատանքները ես չեմ համակարգում, չեմ կարող դες ճշգրիտ թվեր նշել կամ առհասարակ դրամադրվել է գումար, թե ոչ չգիտեմ ճիշտ ասած։